Վանացանեն գշարունակենք մեր հաղորդումը սելյուն գնցիրներ եւ ակնցիրներ ինչպես խոստացած ենք ցեզի Վանացանի ստուդիոները ներս մեծ ուրախությամբ կյուրընկալ ենք ընդհանուր մամնի բժիշկ դոկտոր Էլիթ Աշչյանը բարի եկացեք Բարի լեսանք ես բժիշկ Էլիթ Աշչյանն հետևելով դիկնոջս նանորին օրինակին որ ամեն առավոտ կսե ես տեղակորձ նանորն եմ այո սիրելիներ ուրեմն դոկտոր բարի եկացեք շնորհակալություն ձեր գիտեմ որ ձեր ժամանակը շատ սուղ է բայց պետք է այս հարցազրույցը կատարենք անպայման որովհետև այս եղանակին ինչպես ամեն տարի անպայման տարբեր տեսակի հիվանդություններ ժահրեր գուքանգերտան երբեմն նույն ժահրը կշարունակե 2-3 տարի մնալ բայց այսօր այսպես կարևոր ցուցմունքներ պիտի փոխանցենք մեր ունգընտիրնը որովհետեւ ապահով լան երբ գսենք ամառնային հիվանդություններ ինչու մեր միտքը ուղագի նախ առաջին հերթին աղիքներու եւ ստամոքսի հետ կապված հիվանդություն գուկա նայեցեք բոլոր հիվանդությունները անխդիր կարելի չէ զուտ սեզոնային հիվանդություններ համարել սակայն կարգ մի հիվանդություններ որոշ ժամանակահատվածներու ավելի հաջախագի կբադային, ավելի հաջախագի կհանդիպին։ Եվ այսպես, բնականաբար, ամառնային սեզոնին գարկ մի հիվանդություններ կբազմանան։ Այնպես չէ, որ այդ հիվանդությունները ամբողջությամբ կբացակային այլ եղանակներու, սակայն այս ժամանակահատվածին փաստորեն կբազմանան։ Եվ տարբեր տեսակի, տարբեր կատեգորիի հիվանդություններ են, որոնք կշատնան Առաջին հերթին ինչպես որ ասիր ուրեմն աղիքային խնդիրները բնական է որ չերմության աստեցության դակ որոշ մանրեներ եւ ժահրեր ավելի արագ կբազմանան եւ հստակ է բժշկության մեջ որ որոշակի քանակի պետք է հասնին այդ մանրեները որբեսի վարակ առաջացնեն եւ հիվանդություն առաջացնեն Եվ այս պատճառով է, որ ամառնային սեզոնին, երբ սալմոնելլան օրինակ է համար, որպես մանրե հավգիտին կամ հավի ավելի շատ հավու միսեն գփոխանցվի, շատ արագ ցևով, եթե լավ բահբանված չէ, եւ չերմաստիճանը բարձր չերմաստիճանի մեջ բահված է, շատ արագ ցևով այդ մանրեն գրնա բազմանալ եւ բնականաբար վարակ կբաճարե եւ սալմոնելայի բաճարած վարակը հիմնականի մեջ սննդային թունավորում գարաչացնե եւ սննդային թունավորումը գարդահայտվի դարբեր ախտանշաններով սկսյալ սրտխառնուկեն, փսխունքեն, չերմության բարձրացում են, պորարություն երբեմն, աղիքային խիթեր եւ նաեւ պորարություն նույնիսկ այն աստիճանի, որ մինչև չրազերգում գրնա բաճարը։ Այո, ուղղակի մարմինին չուղղակի։ Անշուշտ սալմոնելլան միակ մանրեն չէ, որ այս վարակը կփոխանցե, կբաճարե, նաև այլ ժահրեր, որոնք դարձյալ ամառնային սեզոնին ավելի արագ ցևով կբազմանան եւ նույն ցևի ուրեմն ախտանշաններ գարաչացնեն օրինակի համար վիրուսներու բարակային ժահրերու բարակային կոքսակի վիրուսը գա հետո կամպիլոբակտեր մանրենգա եւ ավելի հաջող նաեւ ուրեմն վարակային հիվանդություններում մեջ կշատնա միզային փոփոխումները որովհետեւ աղիքներում մեջ բազմացող E. coli գոչված մանրեն գպազմանա եւ բացի այն որ աղիքային ախտանշաններ գուտա փորարություն եւ այլն նաեւ միզային փոփոխումներ կրնա պատճառել Շատ լավ խոսենք քիչ այսպես այս վերջին տարիներուն նաեւ անպայման ռոտավիրուսի մասին կխոսվի թեև ասկի առաջ բացադրեցիք եւ այս տարի Լիբանանի առողջապահության նախարարություն եւս զսկուշացուց կհակացներ ռոտավիրուսեն մեզի գրնակ նորեն բացադրել ինչ է ռոտավիրուսը եւ ինչպես կրնանք ապահով մնալ Նայեցեք, ռոտավիրուսը օտային ջամփով, օտագաթիլային ջամփով փոխանցվող վարակ է։ Կորոնային բես դոկտոր։ Այո։ Օտագաթիլային ձևով կփոխանցվի, սակայն իրեն պատճառած ախտանշանները հիմնականի մեջ գարդահայտվին մանավանդ ամառվա շրջանին գարդահայտվին ուրեմն ստամոքսաղիկային համագարկի ախտանշաններով սրտխառնոցով, փսխունքով, փորարությամբ,
Տակություն երբեմն անշուշտ տակությունը անպայմանորեն որտեվ բնական է որ վարակի բարակային ջերմությունը բարձրանա եւ ռոտավիրուսով ավելի հաջող գվարակվին փոքր դարիքի երեխաները եւ շատ արագ մենք գիտենք որ երեխաները շատ արագ կրնան չրազրկվել եւ նույնիսկ ցանկին սպառնացող վտանգ կլա Շատ լավ։ Խոսենք քիչ մը, այսպես ինչ ընելու մասին, այսինքն ինչ են նախասկուշական քայլերը այսօր։ Մենք մեզ ամրան եղանակին այս դակերուն մանավանդ, որովհետև հիմա դա է զորավոր դակի ալիք գալի բանանի մեջ երկու օր է։ Եվ մենք գիտենք ամենամար թունավորում, ջաշեր են, որովհետև մենք նաև երկրի մեջ կաբրինք, հումեղեն ու դողենք, բաղբաղակը անդադար եւ ամեն դեղե գուտենք։ Ասոնք բոլորը հավելյալ վտանգ կպատճառեն, չէ՞։ Այո, հուրի, բայց նախքան գանխարկելի ճանաչելու մասին խոսիլը, ես կուզեմ նաև մատնանշել գարկմը այլ երևույթներ, որոնք ամառվա սեզոնին գպազմանան։ Առաջինը շատ սովորական երևույթ մնե, որ արևահարությունն է։ Արևահարությունը գրնա ժամանակավոր եւ ասենք թեթև ախտանշաններ դալ, սակայն արևահարությունը գրնա նաև վերածվել ավելի լուրջ խնդրի մը, երբ ջերմային գատված գարաճանա։ Այսինքն, երբ երկար ժամանակ բարձր ջերմաստիճանի տակ կմնան մարդիկ եւ մանավանդ արևի արգայության, բացի այն որ ջրազրկում դեղի ունենա մարմնի ջերմաստիճանը կբարձրանա եւ այդ բոլորին հետ միասին նաև կսկսի մտակնիլ գիտակցությունը ընդհուպ մինչև գիտակցության գորուստ կրնա առաջանալ։ Գմարին երբ որ մարդիկ արևունդակ այդ է, չէ՞։ Ուշ կգործնի։ Որ իսկապես կարելի է համարել ցանկին սպառնացող աստիճանի վտանգ, որովհետև երբ այս բոլորը կբադային, ջերմաստիճանն ալ կբարձրանա, ջրազրկումը դեղի կունենա եւ գիտակցության մտակնում նույնիսկ գիտակցության գորուստ դեղի ունենա շնչառությունը մագերեսային գտարնա սրդի զարգերը շատ արագ գտարնան եւ այս մեկը կսպառնա անհադի ցանկին հետեւաբար առաջին հերթին այս բարակային պետք է զգուշանանք եւ մանավանդ կեսօրվան ժամը 12-ին 4-ի միջև երբ արևի ջարակայտները իրենց արավելակույնին կհասնին այդ ժամերուն մենք մեզի պաշտպանենք, շուկին մնանք, արևունդակ չի մնանք, եւ եթե նույնիսկ ասենք ջերմաստիճանը բարձր է անգախ արևի արգայութենեն, զով դեղմը բադսպարվինք, որբեսի մենք առաջ կառնենք այս երևույթներուն։ Շատ լավ, ուրիշ հաջորդ երևույթը, որ հաջող ամառվա սեզոնին կբադայի այսպես կոչված travelers diarrhea-ն է, այսինքն ճամփորդության փորարությունը։ Հիմա շատ հաջող անցողագի երևույթ մնե եւ հիմնական պատճառները մեկը այդ է, որ մեր մարմինները հակառակ այն իրողության, որ մեր երկրի մեջ ուր մեր ճուրը գխմենք, կամ սնունդը գառնենք, անպայմանորեն 100%-ով մանրեազերծ չէ մեր ճուրը որ գխմենք, սակայն մեր մարմինը որոշակի արդեն թիմատրոականությունը առաջացուցած գլա այդ մանրաներուն հանդեպ, որոնք արգայ են մեր խմած ճուրի մեջ։ Սակայն երբ այլ երկիր կճամփորդենք, այնտեղի ճուրի մայկրոֆլորան գդարբերի, այնտեղի մանրեները դարբեր մանրեներ կրնան լալ, որոնց այդ երկրի բնակիչները վարժված են։ Սակայն մեզի համար այդ մեկը կրնա պատճառ հանդիսանալ, որ մենք ախտահարվենք եւ travelers diarrhea ճամփորդի ուրեմն փորարություն ունենանք։ Շատ լավ։ Հաջորդը ուրեմն ամառնային շրջանին մժեղներու, խայտոցներու ճամփով փոխանցվող հիվանդություններն են։ Մենք լավ գիտենք, որ ամառը մժեղները կբազմանան դակ եղանակին, մանավանդ երեկոյան ժամերուն, հետևաբար այդ ժամերուն պետք է զգուշանանք եւ հերու մնանք մանավանդ ասենք խոդածած կամ ասենք ձարձարաստանով դարածքներ են եւ կամ անհրաժեշտության բարակային մժեղներու թեմ բայկարող միջոցներով այդ մժեղները չեզոքացնենք որբեսի մժեղներով
ուրեմն հիվանդություններ մեզի չի փոխանցվին Բարձ է որ ամառվա սեզոնին Տաշտակնացությունները, լեռնակնացությունները գշատնան, բնության մեջ բդույթները գշատնան, հետևաբար հոնալ խայտոցի բան, ճիշտ, եւ այդտեղ ոչ միայն մժերներու ջամփով, այլ նաեւ այլ միջատներու, հիմնականի մեջ դզրուկներու ջամփով փոխանցվող հիվանդություններ կան, որոնք կրնան, ասենք, եթե այդ դզրուկները իրենք վարակված են, այդ դզրուկներու խայտոցներով այդ հիվանդությունները կրնան մեզի փոխանցվել։ Բարձ է, որ ամառվա շրջանին հաջախակի լողալու գերտան և լողավազան լողավազաններեն և ձովում բարակային գպազմանան աչքի և ագանչի վարակները ագանչի պորպոկումները չուր գլեցվի գամ ասենք կլորով հագարակվոր հագանեխված գլա ավազանի չուրը սակայն այդ մեկը աչքի պորպոկում աչքի թաղանթներու պորպոկում գարաչացն է կոնյուկտիվիտ կոչված հիվանդությունը որ չրագալում գարմրություն աչքի եւ այլն գլա նաեւ ագանչի պորպոկումները կբազմանան դարձյալ ասենք լողավազանի կամ ձովու ճուրի հետևանքով անշուշտ նաեւ երբ բնության հետ մեր առնչությունը գշատնա ամառվա շրջանին ինքնաբերաբար նաեւ ալերգիկ ուրեմն սկայնոդություն պատճառող պոլենները եւ այլն այդ բոլորը հավելյալ ուրեմն սկայնություն կառաջացնեն եւ այդ պատճառով նաեւ մորտային որոշ հիվանդություններ գշատնան ամառվա այս շրջանին եւ անշուշտ խոնավության որպես հետևանք նաեւ սնգային մորտային հիվանդությունները կբազմանան հիմա այս բոլորին անշուշտ առաջ պետք է առնել առաջ կառնելը յուրաքանչյուր կատեգորիի բարակային իրեն համեմատ մենք զգուշավորություն պիտի ունենանք եւ ընդհանրապես պետք է հետևենք առողջապահության նախարարության կողմէ դրվող զգուշացումներուն խրատները անընդհատ կդրվին Լա ռադիոներու ջամփով, լա հերոստատեսությամբ Ես ամեն օր գսեմ արևու գլխարկը ակնոցը ճուրը ասոնք կարևոր Ինչքան հնարավոր է մենք մեզի պետք է առաջին հերթին պաշտպանենք արևեն Երկրորդ սնունդի բարակային ամենակարևոր բանն է բնականաբար ամառը բդույթները գշատնան, ընտանեկան հավաքները գշատնան, ճաշարաններու մեջ ուդել խմելները գշատնան և այդ մեկով անգեղձորեն 100%-ով կարելի չէ պաշտպանվել այսինքն գրնա ամենալավ ամենաբարձրագարկ ճաշարանի մեջ աստղանի նույնիսկ գրնաս տունավորվի գրնա ուդելիքի տունավորում դոկտոր աս իմաստով ընդհանրապես մեզի օրինակ մեր ծնողները կզգուշացնեն աղցան սալադներ են պանչարեղեններ են եւ հիմնականում մեջ մայոնեզով պատրաստված ուդելիքներ են նայեցեք ընդհանրապես հում ուդելիքը բնականաբար այդ վարակները ավելիով կբարունակի իր մեջ եւ լավ չեփած ուդելիքը որովհետեւ մենք գիտենք որ չերմությամբ դակությամբ մենք կրնանք ոչնչացնել այդ ժահրերուն եւ մանրեներուն մեծամասնությունը հետեւաբար մեր սովորություններում մեջ կա նաեւ հում միսը ուդել բնականաբար այդ վարակները պիտի շատնան պանչարեղենը եթե լավ լվացված չէ այդ վարակները պիտի շատնան ասի տաբուլեն ֆատուշը որ գուտենք մենք ճիշտ եթե արագ ցևով եւ պետք եղած ցևով առանց հագանեխելու այդ պանչարեղենները լվացված են եւ լավ չեն լվացված բնականաբար վարակի հավանականությունը կշատնա առավել եւս քիչ առաջ հավգիտի մասին կխոսեինք մայոնեզը հավգիտով պատրաստված ում հավգիտով պատրաստված ուդեստ է հետեւաբար մայոնեզը եթե սառնարանեն դուրս մնա քիչ մի երկար ժամանակ եւ իր մեջ եթե ամենաչնչին քանակով սալմոնելլա գար Չերմության աստեցությամբ այդ սալմոնելան շատ արագ պիտի բազմանա եւ թունավորում պիտի պատճառի եւ թունավորում պատճառի հասկանալի հետո այստեղ ասենք ջաշարաններու կամ ուդելիքի սննդային ուրեմն աղբյուրներու կատեգորիները ինչու նշանակություն ունին որովհետեւ այնտեղ այդ ջաշարաններու մեջ
հավելյալ ուշադրություն կդարձվի, որ ուդելիքը սառնարանեն դուրս երկար չի մնա եւ գամ նույնիսկ պաշտոնեությունը, որոնք կաշխատին, իրենք նաեւ պետք է իրենց անընդհատ հագանեխեն ընեն, որովհետեւ եթե անհատը այդ աշխատողներեն ինքը ոյև մեկ վարակ ունեցած է, բնականաբար ցերքի ջամփով ինքը այդ վարակը ուդելիքին գրնա փոխանցել։ Հետևաբար նաև այս իմաստով պետք է զգուշել լանք։ Բաբաղագը եւ էլեկտրականության ընդհանումը որ հաջող։ Հիմա բնականաբար էլեկտրականության ընդհանումը Լիբանանի մեջ սովորական երևույթ է եւ գրեթե ամեն դուն ասենք pedagogan էլեկտրականության փոխարինող էլեկտրականության շարժակի աղբյուր ունի հետեւաբար այդ մտահոգությունը եւ մտավախությունը հաջող չի գա որ սառնարանը երկար ժամանակ առանց էլեկտրականության գրնամանալ եւ ուդելիքները գրնան բջանալ այդ սառնարանի մեջ հետեւաբար այդ երևույթը նվազած է այդ երևույթը նվազած է սակայն ուշադիր պետք է լալ ուդելիքը երկար ժամանակ դակ եղանակին սառնարանեն դուրս պետք է ցկել որովհետեւ շատ արագ ձևով այդ մանրեները գրնան շատնալ հետեւաբար զգուշավորությունը գինա այն բանի մեջ որ դակ եղանակին ուդելիքները դուրս պետք է ցկել սառնարան անմիջապես սառնարան փոխադրել որովհետեւ այդ մանրեները արագ ձևով չի բազմանան եւ հիվանդություն չփոխանցեն բաղբաղագեն էլ ընդհանրապես մարդիկ կթունավորվին ի՞նչն է բաղբաղագի մեջ որովհետեւ գահալի մեջի նյութը ասի կփոխվի չէ ոչ թե նյութը կփոխվի բաղբաղագը իր մեջ մեծամասնությամբ գատ կվարունակ է եւ գատի մեջ վարակները կգրնան բազմանալ հետեւաբար դակ եղանակին այդ վարակը կգրնա բազմանալ եւ հիվանդություն պատճառել հիմա անշուշտ գա որոշ երևույթներ նաև որոնց զգուշավորություն կբահանջի օրինակի համար անպայմանորեն վարագի հետևանքով չէ որ այդ մեկը կգրնա պատահել ամրան եղանակին առանց օտապոխիչի AC-ի դժվար է գամ հովահարներուն բնականաբար ամառվա շրջանին նաև գավելնան մգանային բրգումները երբ մանավանդ քրտնած անմիջապես գդրուկ ձևով ջերմաստիճանի փոփոխություն գլա եւ այս փոփոխությունները գդրուկ ջերմաստիճանի փոփոխությունները նաև պատճառ կհանդիսանան գարկ հիվանդություններու առաջացման օրինակի համար մգանային բրգումները մենք գիտենք որ ամառվա շրջանին կբազմանան մեջքի գրնագի ծավերը վիզի բրգումները այս բոլորը որոնք անմիջականորեն վարագի հետ կապված չեն Սակայն երևույթներ են, որոնք ասենք ամառվա շրջանին կբազմանան։ Շատ լավ, դոկտոր, մեկ հարցումալ ունեցիր մը հարցներ։ Գսե որ նա կբադահի ընտանիքի մեջ կերտան դեղմը, ամեն մարդ նույն ջաշեն գուտե, մեկ հոգի կտունավորվի։ Ինչն է պատճառը, որ այդ մեկ անձը տունավորվեցավ եւ անհանգստացավ եւ մնացյալ օրինակի համար շարունակեց։ Գամ դունը նույն ջաշը գերան բոլորը, դեսես մեկ երկուքը հիվանդացան։ Ինչպես կլա դիկա։ Այո։ Նայեցեք։ Ուրեմն հիմնական պատճառը այն է, որ սնունդի ուդեստի մեկ բաժինը այդ բաժինի մեջ այդ վարակը գրնա բազմացած լալ եւ հիմնականի մեջ ընդհանուր չլար այո եւ հիմնականի մեջ այս մեկը գբադայի ջաշարաններու մեջ այո ինչու որովհետեւ այդ ջաշը բադրաստողը գրնա ինքը վարակված լալ եւ այն հատվածին հետ ուդելիքի որ ինքը ուղագի գապ ունեցած է այդ բաժինն է որ վարակված գլա եւ այդ բաժինն է որ մարտիկ այդ բաժինը երբ կուդեն գտունավորվեն իրենք գտունավորվին մնացածը չեն տունավորվիր ասեն անցին թիմատրողականության հետ գապ ունի հիմա որոշ չափով անշուշտ այդ մեկը նաեւ իրստամոքսին վիճակը աղիքներում վիճակը ընդհանուր իրարողությունը համագարկը թիմատրողական համագարկը անշուշտ նշանակություն ունի բայց այսպես սպորադիկ որ գսենք սպորադիկ ցևով նաև թունավորում գրնալալ հագարակ այն իրողությամբ որ նույն ուդելիքը բոլորը գուդեն բայց մեկ մասը գտունավորվի մյուս մասը չի թունավորվի իսկ եթե բադահի թունավորվինք ինչ պիտի ենենք դոկտոր ուրիշին դրացին արած տեղը պիտի չառնենք չէ նայեցեք հիմնականի մեջ
ծննդային տունավորումներու բարակային հաջող թեթև ընթացք ունենա լուրջ պարտություններ չէ որ գարաչացնե բայց ամենաշատ ըսկուշ պետք է լան դարեցները եւ փոքրիկները որովհետեւ դարեցներու ոչ թե թեմատրողականության հետ չէ որ գաբունի այլ պսխունք պորարություն շատ արագ ձևով չերազրգում կբաճարե մանավանդ դարեցներու եւ երեխաներու բարակային այս բարակային է որ շատ ըսկուշ պետք է լանք առաջին հերթին եւ երկրորդ եթե ախտանշանները արագ ձևով չեն լավանար անպայմանորեն պետք է թիմել բժշկին անհրաժեշտ բուժումը առնելու համար շատ հաջող սննդային թունավորումները նույնիսկ բուժման գարիք չեն ունենար եթե պսխունք չի գա միայն փորարություն է եւ դա կոչուն չկա պետք է արդ հեղուկներ խմել այո որովհետեւ ելլե մարմինեն չէ սիստեմեն բարգովի ոչ թե ելլե մարմինեն չրազրգում են խուսափելու համար հիմնականի մեջ պետք է արդ հեղուկներ խմել անշուշտ ուդելիքին ուշադրություն դարձնել իսկ եթե շարունակվի այն ժամանակ անպայման պետք է բժշկին դիմել Շատ լավ դոկտոր շնորհակալ ենք ձեր ներկայության հաճելի էր ինչպես միշտ եւ ամենակարևորը օգտակար որովհետեւ ասիգա կարևոր է մանավանդ այս եղանակին վերջին այս շաբաթ ասենք որ դակի ալիքը որ եկավ ավելիով մանավանդ երկրի մեջ կաբրիկ որ խոնավությունը մինչեւ 70-75 100-ի կհասնի այնպես որ վերջին խոսք ունիք մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն բժշկության մեջ կարևորը սկզբունք մգա որուն մասին ամեն մեկ արիտի որ վանացայինեն հարցազրույցի գհրավիրվիմ այս մեկը գսեմ նախասկուշացում որովհետև ովևէ մեկ հիվանդության բարակային կանխարգելումը այդ հիվանդության շատ ավելի թյուրին է քան այդ հիվանդության հետևանքները բուժելը այո շատ լավ բարի եկացեք դոկտոր հաջողություն ձեզի մեր զրուցակիցներ սիրելիներ ընդհանուր մարմնի բժիշկ դոկտոր Էլի Տաշչյանը եւ շնորհակալություն ձեր ունգընտրության ցանի հաղորդավար Մարինեին ձեզի դերհուրին բարի շաբաթավերջ ապահով մնացեք սիրելիներ եւ ցտեսություն